Առավոտյան 8-ից ընտրատեղամասերի բացվելուն պես քվեարկելու գնացած քաղաքացիներից գործընկերս հետաքրքրվում է, ինչպես են տրամադրված ու ինչ են կարծում, արդյոք իրենց քվեն որոշիչ է։ Կարծում բոլոր քաղաքացիների պարտականությունն է, որ գան ու կատարեն իրենց ընտրությունը։ Ամեն դեպքում մեր ձեռքերում է, իհարկե։ Մեր քաղաքն էլ է մեր ձեռքերում, մենք էլ ենք մեր ձեռքերում։ Եթե մենք մեր մասին չմտածենք, իսկ թվում է ոչ մեկ մեր մասին չի մտածելու։ Հա, մեր ձեռքն է ամեն ինչ։ Ուղղակի շատ ընտիրեր օգնեցին ինձ, հուշեցին, թե ոնց պետք է վարվել։ Ստեղ ասում են մեկ է բոլորի համար, բոլորը մեկի համար, քույրիկ ջան։ Հաջողություն ձեզ։ Եվ համայնքի, եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիենք բնականաբար պետք է մենք էլ մեր լուման ունենանք մեր հայրենիքի համար։ Բոլորը պետք է գան, կատարեն իրենց սրտի ցանկություն։ Իրենց գիտակցական Ոսոք ոչ մեկի իրավունք չունի պարտադրի, ընտրում ենք մեր քաղաքը, մեր ապագան։ Հուսամ ճիշտ են կատարել։ Առաջ Աստված, ում ընտրել ենք թող ժողովրդի կողմից էլի միայն։ Մեր խոսափողի առաջ որոշ էջմիածինցիներ անկեղծ հուսահատությամբ են կիսվում, անգամ ընտրատեղամաս գնալու իմաստ չտեսնելով։ Այս կինը նաև առաջին հայացքից կասկածելի մի դրվագ է պատմում, գուցե իրավապահների ուշադրությանն արժանի։ Ես չեմ կարա, չեմ էլ գնալու, երեք զանգել են ինձ գալու եք, քեզ տանենք, ընտրեք, ասի ես չեմ գալու։ Էջմիածնի հատկապես որ խնդիրներն են անհանգստացնում, հարցնում է գործընկերս։ Մարդիկ հերթով թվարկում են, բոլորը համարելով շուտափույթ լուծման ենթակա։ Համայնքի ժողովուրդը հիմնականում վատ պայմաններում է, ով եկել է Իրանը քերը տարել է։ Հիմա մենք մեր մտածելով ընտրելու ենք մեր ընտրյալին, տեսնենք ինչա դուրս գալու։ Դե ով որ ընտրվի, առաջի հարցը այն պետք է լինի, որ շներին վերացնեն։ Այսինքն ոչ թե գնդագահրեն, այլ վերացնեն շներին, որովհետև մարդիկ քայլում են, հարցակվում են մարկանց վրա։ Առաջի հարցը դա պետք է լուծվի։ Գոյողինների հարցը, որտեղ նայում ես, տենում ես քանդածը, ասֆալտ անում են, նորից քանդում են։ Մաքրությունը քաղաքի։ Ինչը կուզեի փոխվել, շատ բան է փոխվել, բայց էլի կուզեի որ փոխվեր ինչ որ դեպի լավ էթար։ Այս տղամարդը, որ իր խոսքով Էջմիածնի վերջին թաղամասից է, խնդիրներից տեղյակ չէ, ում է ընտրելու հարցին այսպես է պատասխանում։ Չեն որոշել, բայց թե տուննակացն է ում տնամ տղեկը ում են ընտրում, ես էլ ընտրեմ։ Էջմիածնում հասարակական տրամադրությունների հնարավորինս օբյեկտիվ պատկերը ստանալու համար մեր նկարահանող խմբերը ամբողջ օրվա ընթացքում զրուցել են մինչև 100 մարդու հետ։ Լսել ինչպես լավատեսական, այնպես էլ հուսահատ կարծիքներ։ Շատ դժվար է ասելը, սարսափելի դժվար է, բայց դե մասնակցել եմ։ Իհարկե դեպի լավն է լինելու, ես հավատում եմ լավատեսեմ պոզիտիվ մարդ եմ ընդհանրապես։ Սա խնդիր է էլի, հետաքրքիր բան ես ասում։ Ես ուզում եմ երկիրը դզվի բալաջան։ Մեր երեխեքն էլ բան չլեն, չտասարի բերան ամենակարևորը։ Խաղաղություն լինի աշխարհին։ Հուսանք, որ ամեն ինչ կլինի արդար, որտեվ ես այնտեղ որևէ արտարոց բան չնկատեցի, մարդկանց ապակողնորոշող։ Իմ ակնկալիքները, որ վաղաշաբաթում Հայաստանի Սուրբ կենտրոնում պարտություն կգրեն սրբապիղծները։ Ես ընտրել եմ ով որ անցնի նրան։ Իգիտեմ լի ով անցնելու, նրան էլ ընտրել եմ, վաղը կերևա։ Ասես ոչ միտեղ գրանցված չեմ, երկու թաղամաս գնացի, ասեց գրանցված չես ոչ միտեղ, թե չէ սրտանց ուզում էի ընտրեի մեկին։ Մենք ուզում ընտրենք դուզն ասած, մեր գրող հոպարին։ Տենց, գրագետ մարդ է էլ, ինձ թվում է լավ կլինի։ Իր ընտրությունն է կատարել նաև ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը։ Վեհապարի խոսքով նա քվեարկել է աղոթքով, հայցելով, որ վաղաշաբաթը բարգավաճի, շենանա եւ մեր ժողովրդին պարգևի բարոր կյանք ու երջանիկ ապագա։ Ընտրությունը կատարեցինք աղոթքով, հայցելով, որ արդար ընթացք ունենա եւ վաղաշաբաթ քաղաքը բարգավաճի, շենանա եւ պարգևի մեր ժողովրդին այստեղ ապրող Լիլիթ Մուրադյան, Reopen Media։